Անպայման պետք է անենք։ Շնորհակալություն։ Ժողովուրդ օրաթերթ Սոնա Գրիգորյան։ Պարոն Թաթոյան, կուզեմ անդրադառնամ ձեր հայտարարությանը պաշտոնաթող նախագահների հետ կապված առաջարկեցիք, որպեսզի նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն ընտրություններին, որպեսզի կարելի է այսպես ասել Փաշինյանին կարողանաք հաղթել, բայց սա կբերի արդար մրցակցության, օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ արդեն իր դեմքով մասնակցելու է ընտրություններին 2026 թվականին, մարդը ունի ընտրազանգված, որոնք կարելի է ասել պահանջում են, որ հենց Ռոբերտ Քոչարյանը իր դեմքով մասնակցություն ունենա, ձեր հայտարարությունը չի դառնա այդ զանգվածի, ընտրազանգվածի քարկոծում դեպի ձեզ, որտեղ մարդիկ ասեն, որ մենք էլ ուզում ենք, որ Քոչարյանը մասնակցի, եւ արդյոք օրինակ Փաշինյանին կկարողանաք ընդդիմադիրներին, տարբեր ընդդիմադիրներին դաշտից հանելով հաղթել, ինչպես եք դա պատկերացնում, օրինակ ընդդիմադիրների կարծիքով Գյումրին լավագույն օրինակն էր, որ շատ ընդդիմադիրներ հաղթեցին, մասնակցեցին ընտրություններին եւ կարողացան տարբեր ձայներ հավաքելով միավորվել եւ ԿՊԱ-ներին հաղթել։ Ինչպես եք սա համարում եւ չեք վախենում այս թիրախավորումից, որ այսպիսի հայտարարությամբ հանդես եկաք, շնորհակալ եմ։ Նախ ես հստակ կրկնեմ հայտարարությունը, շնորհակալություն այս կարևոր հարցի համար, ես հստակ հայտարարեցի պաշտոնաթող նախագահների մասին։ Պաշտոնաթող նախագահների մասին։ Հիմա գիտեք, եկեք մի հատ հստակ խոսենք, էլի, պարզ ժողովուրդ ջան, պարզ խոսենք, այն որ ծուրը նստենք, դուրս խոսենք վիճակն ասա։ Քաղաքական խոսում ենք, անձնական հարց չկա, քաղաքական խոսում ենք։ Մենք ուզում ենք, որ 2021 թվական կրկնվի։ Մենք ուզում ենք, որ նույն վաղարշաբաթը կրկնվի։ Մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո նորից էլի վերարտադրվի եւ 2026 թվականին ինքը լինի վարչապետ։ Ոչ չենք ուզում։ Իսկ դրա մեր ժողովուրդն ա տվել դրա պատասխանը։ Մեր ժողովուրդը հստակ ասել է պաշտոնաթող նախագահներ, որևէ մեկը չեք կարող երբեք գալ իշխանության։ Հստակ ասվել է։ Եվ սա շատ հստակ է ու Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։ Դրա համար Փաշինյանը նրանցից է դարձնում իրեն հակառակորդ։ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ նրանք լինեն հակառակորդ իրեն։ Մյուսը խնդիրների մասին, դուք խոսեցիք պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ժողովուրդ ջան, շատ կներեք, այս քանի տարիա պրիվետ ռոբ արտահայտության տակից չեն կարողանում դուրս գալ։ Բայց Սոնա Մնացականյանի շարասյունով տվեցի սպանեց Փաշինյանի շարասյունը, չէ՞։ Ինչ եղավ, տեսեք ոնց է տակից դուրս գալի, ոչ մեկ հանրային օրակարգում չի էլ դա հիշում, իսկ պրիվետ ռոբը, որը շատ մարդիկ չեն էլ հիշում ընդհանրապես, ես օրինակ ուսանող եմ եղել, չէ՞ պետ հիշում եմ, ցած անդադ փորձում եմ մտաբերել այդ ժամանակը այդպես բան կար չկար, այս մենակ Փաշինյանից հայտարարություններից եմ հասկանում, որ այդպես բան ա եղել, կամ հանգամանքների մեջ մտնում, բայց դա ինչի շնորհիվ է ինքը անում, Փաշինյանը եւ ԿՊ-ն, որովհետեւ գիտի մեր ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Ես ուզում եմ նաև դիմել նախագահներին ասել, դուք հարգարժան պաշտոնաթող նախագահներ, դուք օգնում եք, որ ինքը բռնապետ դառնա։ Ինքը ձեր հետևից գալու է բոլորի հետևից, ձեր աջակիցների հետևից, բոլորի հետևից գալու է, ձերբակալել, կալանավորել, քրեական հետապնդումներ։ Ու հետո չբողոքեք, որ այ աջակցություն չկա։ Մեր ժողովուրդը չի աջակցում ձեզ։ Մեր ժողովրդի մեծամասնությունը չի ուզում, որ դուք գաք իշխանության, որ ավելի ավելանում են Փաշինյանի բռնապետական այս հավակնությունները եւ եթե մենք չենք ուզում դրա համար ասեցի ես ոչ թե դա ներողություն մի բան էլ էսպես ասեմ ընտրություններին չմասնակցելը մարդու իրավունք է մարդն է որոշում մասնակցի չմասնակցի բայց եկեք հələ մի հատ քաղաքական համակարգը հասկանանք եթե քանի դեռ այս քաղաքական համակարգը գոյություն ունի նախկին նախագահներ versus ինչպես ասում են Փաշինյան ապա Փաշինյանը միշտ հաղթելու է, որովհետև Փաշինյանի երաշխիքը այսօր քաղաքական կյանքի երաշխիքը նախկին նախագահների արկայությունն է, ընդ որում 3-ը միասին, որտև հանգարց նրանցից մեկը հայտարարեց երկուսը չէ, դա չի օգնելու, չի աշխատելու։ Որովհետև էլի եւ ասեմ ձեզ մի բան էլ, այդ դեպքում ընդդիմության դուք խոսում եք ընդդիմության միավորումից, այդ դեպքում ընդդիմության միավորում էլ չի լինելու։ Այս ընտրապայքարի մրցավազքի մեջ լինելու պատճառով։ Ինչ վերաբերում է թիրախավորումներին, գիտեք, այս ընթացքում դուք չեք տեսնում ես ոնց են թիրախավորում։ Էլ ինչ ասես ասում են։ Էլ քիչ ամենում ասենք մտածենք, ինչ ենք անում, գիշերները մարդ ենք ուտում, ինչ ենք անում։
Դրանից ավել էլի թիրախավորել։ Ամենավատ ձևերով ինչ հայոյանք, արժանապատվությանը կպնող ինչ ասես, էլ չասեմ ինչ բամբասանքներ են տարածում, բայց մենք ոսրանից չենք հիմա բողոքում։ Սա ես ոչ թե հիմա ինչ որ բողոքում եմ կամ ես սա ասում եմ որպես ես այն ինչ որ տեսել եմ, ինչ որ մեզ վրա զգացել ենք, թե ինչը մեզ սպասվում, հանկարծ եթե այս քաղաքական համակարգը այսպես գնա միջև ընտրություններ։ Եվ դրա համար եմ ասում, որ լուծումը կամ ճանապարհը, որ կարող է տանել դրան, միայն դա է։ Թիրախավորումից իհարկե չի թիրախավորում, այնքան կարևոր process-ի մեջ ենք, մեր երկրի համար պատմական նշանակության process-ի մեջ ենք։ Ես իմ ամբողջ կյանքը դրել եմ սրա մեջ, իմ անունը, հեղինակությունը, իմ ամեն ինչ, ու ես ամեն ինչ անելու եմ, որ իմ հնարավորություններից կախված, որ մեր ժողովրդին այս ամենը տեղ հասցնենք։ Սա շատ կարևոր նշանակություն ունի։ Մյուս հարցը։ Պարոն